Նյուզեեմը գրում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է այս տարվա իր գործունեության 10 ամիսների արդյունքները։ Ըստ այդմ, բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը գերազանցել է 11 միլիարդ դրամի սահմանագիծը։ Նշված ժամանակահատվածում հարուցվել է 72318 կատարողական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 64217-ի դիմաց։ Աճը կազմել է 12%։ Բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով։ Այսօր ԵՄ վկայակոչելով Հայոց Աշխարհ թերթը գրում է, որ 2011 թվականի առաջին 9 ամիսներին արտերկից ստացվող դրամական փոխանցումների կամ այսպես կոչված տրանսֆերների էական աճ է գրանցվել, որը կարևոր շարժ է 2009-ի ճգնաժամային իրավիճակի համեմատ։ 2011-ի միայն հունվար-սեպտեմբերի դրությամբ Հայաստան է փոխանցվել մոտ 1.1 միլիարդ դոլարի տրանսֆեր, որը գրեթե 25%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայնյուզեեմը հղում անելով Reuters-ին գրում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է Եվրագոտու բարեփոխումների մասին լուրերը։ Միակ նպատակը, որ հետապնդում է Գերմանիային, Եվրագոտու կայունացումն է։ Բեռլինում Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկի հետ հանդիպումից հետո տված ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերկելը։ Կանցլերի հավաստմամբ կայունացումը հնարավոր է որոշ երկրներում միմիայն բարեփոխումներից հետո։ Մեդիամաքսը գրում է, որ այսօր Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության վերջին վճռական տուրում կմրցի Գերմանիայի թիմի հետ։ Հայ եւ գերմանացի շախմատիստները մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդներն են, քանի որ ներկայումս 13-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Հայաստանի հավաքականը անհատական միավորներով առավելություն ունի Գերմանիայի նկատմամբ 21-20։ News Armenia.am-ը տեղեկացնում է, որ Երևանի կենտրոնում նոյեմբերի 20-ին մանկական Եվրատեսիլ 2011-ին նվիրված ֆլեշմոբ կկազմակերպվի։ Ժամը 14:00-ին Կասկադում միաժամանակ կկազմակերպվի մի քանի ֆլեշմոբ։ Միջոցառման մասնակիցները կկանգնեն Կասկադի աստիճաններին եւ ազդանշանը լսելուն պես կքնստեն Junior Eurovision եւ 2011 դալիտա գրառումները պատկերելու համար, նշվում է տեղեկատվության մեջ։